Թռչող մեքենա, ռոբոտ, ոստիկան, դաշնակահար։ Չինաստանը հերթական անգամ զարմացրել է աշխարհին Շանհայի տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին ներկայացնելով վերջին սերնդի իր արտադրանքներն ու ծառայությունները։ Էքսպոյին առաջին անգամ նաև Հայաստանն է մասնակցել։ Գիտությունում ու տնտեսությունում արհեստական բանականության օգտագործման մակարդակից դատելով տպավորություն է արևելքում արդեն 22-րդ դարն է սկսվել, ասում են Շանհայից նոր նախաձեռնություններով վերադարձած հայկական պատվիրակությունից։ Չինական մեծ էքսպոյի շրջանակներում ունենք կնքած պայմանագրեր համագործակցության եւ Հայաստան ենք գործում եւ աշխատում այն ուղղությամբ, որ բերենք նոր տեխնոլոգիաներ եւ ներդրենք արհեստական բանականություն կրթության ոլորտում, տեխնոլոգիական կրթության ոլորտում մասնավորապես։ Բրությանին իր ստարտափով նաև առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարբեր անդամների Շանհայում 12-րդ տարին անցկացվող IT ցուցահանդես էր հրավիրել երկրի մասնակցության կազմակերպչական հարցերը ստանձնած հայ-չինական գործընկերության կենտրոնը։ Երևանից մեկնած խումբը մեծ չէր, բայց տաղավարում եւ էքսպոյի վիդեո հավելվածներում կարողացել են ներկայացնել Հայաստանի ՏՏ ճյուղի նվաճումներն ու զարգացման հնարավորությունները, վստահեցնում է Արմեն Մխիթարյանը։ Համագործակցությունը շատ լավ ստացվեց առաջի անգամվա համար։ Մենք ունեցանք մի քանի պայմանագրեր տարբեր տեխնոլոգիական ընկերությունների հետ ռոբոտաշինության, ծրագրավորման եւ կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք տեղի ընկերությունները կկարողանան համագործակցել եւ օգտագործել չինական տեխնոլոգիական ներուժը։ Համագործակցության առաջին արդյունքը շուտով կտեսնեք կրթական ծրագրերում, խոստանում է Արմաթ լաբորատորիաների ցանցը ստեղծող ինժեներներից Սերգեյը։ Որոշել է սեփական նորաստեղծ ընկերությունում նոր թափ հաղորդել ռոբոտաշինությանը։ Այդ նպատակով կխորացնեն ուսումնական պրոցեսները թե էլեկտրոնիկայում միկրոչիպերի, թե մաթեմատիկական ալգորիթմերի տեսության կուրսերում, ներմուծելով դասախոսի AI ասիստենտի կամ սովորողի օգնականի գաղափարը։ Չինական մի ընկերության հետ հենց այս ծրագրի տեխնոլոգիական նոր լուծումների ու սարքավորման մատակարարման պայմանագիր են կնքել։ Մեր աշակերտները 9-րդ դասարանի հենքի վրա գալիս են սովորելու եւ շուտով կկնքենք պայմանագրեր համալսարանների հետ կուրսային եւ դիպլոմային աշխատանքների իրականացման համար, իսկ մենք օգնենք, կտանք համապատասխան լաբորատորիա, տեխնիկա, տեխնոլոգիա, նաեւ գիտելիք, որպեսզի իրենք կարողանան այս արհեստական բանականության եւ ռոբոտատեխնիկայի այդ միքսը, որ կա եւ ռոբոտները ֆիզիկապես կլինեն Հայաստանում, նրանց հիման վրա իրենք կատարեն իրենց պաշտպանությունները։ Եթե ամեն ինչ հաջող առաջ գնա, մտադիր են կադրեր հավաքել, փորձառություն կուտակել ու չինական գործընկերոջն առաջարկել Հայաստանում ներկայացուցչություն բացել համատեղ զբաղվելու տեխնոլոգիական նախագծերով։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան լուրեր։